միջև հակասությունն է ավելի շատ մեծ, թե ցանկությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչու ի վերջո այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվում։ Ես կարծում եմ ձեր հարցի քաղցրատերը ուրիշ է։ Դուք արդեն կասկածում եք, որ ես քանի անգամ եմ հայտարարել, որ ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալով։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Իսկ եթե անձնապես ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար։ Առաջին նպատակը իշխանափոխություն, երկրորդ նպատակը իմ ընկերների վերադարձը Բաքվի բանկերից։ Ես ուրիշ ոչինչ բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի։ Քոչյանը դեմ չէ ստանձնել։ Ասեցիք, թե ինչ է հավանական այս ամբողջ ընթացքում, այդպես ասեցիք հիմա խորհրդանու մեծությամբ երկրորդ ընդդիմություն ասում է այդ հաստատների մեջ նշել էր նաև այն, որ իսկ կարող են ապահովել իշխող քաղաքացիական պայմանագրից այն անհրաժեշտ քանակը, որը պետք է միանա այդ նախագծին եւ կարողանան Այսինքն ես հավանական համարում, որ ՔՊԻ-ից կմիանա պատգամավորը եւ կընդունվի այդ նախագիծը։ Եթե ես սատարում եմ, եթե մենք իմ ընկերներով, իմ համախոհներով սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում։ Իսկ այդ ով է երաշխավորել, որ չի լինելու դա։ Դա ընդհանրապես ենթադրություն է, չէ՞, ասում են գնացեք ՔՊԻ-ին համոզեք, հետո մենք էլ կգանք։ Դե բայ եթե մենք ՔՊԻ-ին ամբողջովին համոզենք, այդ ուրիշները ինչի են պետք, էլի, չեմ հասկանում։ Անհասկանալի է։ Բացի դրանից, ես խնդրում եմ մեր, այսպես ասեմ, տարակարծությունները չսրել, մարդիկ ասել են, գնացեք 8 ստորագրություն բերեք, մենք մեր 28-ը տալու ենք։ Ես չեմ կարծում, որ իրենք իրենց խոսքից հրաժարվելու են։ Ընթացքին հետևեք, ուշադիր հետևեք, ինչպես իմ ընկերներից մեկն է ասում, ուշադիր, շատ ուշադիր, ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքում։ Հիմա տեխնացու կար, բայց այդ 8 ստորագրությունը հետո Մարոկյանը մեռավ ամեն օր ասելով, որ եկեք միացեք։ Հենա, զանգում եք պարոն Մամիջանյանին, երբ է ուղարկավորությունը։ Ինչ է նշանակում մեռա։ Նկատի ունեմ ջանքեր գործադրում շատ։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ես ներողություն, իրար դուք մի խանգարեք։ Ես ասեցի, որ մեր խմբակցությունը հայտարարություն արել։ Խնդրում եմ այդ հայտարարությունը նայեք, տեսեք, արդյոք այդ հայտարարությունը խոստանում էր կամ կանխատեսում էր կամ ինչ որ մեկին հնարավորություն էր տալիս մտածելու, որ եթե ինչ որ մեկին առաջադրեն, այդ խմբակցությունը սատարելու է։ Տենց բան չի եղել, չէ՞։ Խմբակցությունը ասել է քննարկելու են, քննարկել է եւ իր կարծիքը տեխնացուի մասին հայտնել է։ Ախր շատ բարձ process է։ Ասում են, եթե ուզում եք Նիկոլին հեռացնեք, հենա տեխնացու կա, հազիվ շանս է առաջացել, հեռացրեք։ Մեկը ժամանակավոր է լինելու։ Հիմա այդ կլասիկին դեմ եք, ինչ չափանիշներ պետք է Մոդեռն տեխնացու եկող։ Ախր չափանիշը պետք է լինի նվազագույն բաներ, ես չեմ ասում հիմա իմ մոտ գրած է թե ինչ չափանիշների, բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ հասկացել եմ, որ սխալ եմ։ Դու թող հանգիստ նստի էլի, որ մենք իրան չենք տանում դատում։ Մենք ասում ենք, որ դու չես կարող, որտեղ մենք տեսել ենք քո գործելավոճը։ Ուրիշ ինչ են ասել այս մարդը։ Իսկ եթե Քոչարյանի թիմից լինի, պարոն Սարգսյան, կամ այս Քոչարյանը, դուք պատրաստ եք նաև ընդունել իրենց։ Այո։ Իրենց իշխանությունը, իրենց միայն թե Նիկոլը հեռանա։ Այո։ Այս հենց Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, Ով ուզում է գա։ Այսինքն դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ավելի վատ է լինել որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Նախագահի process-ներին պետք է ակնկալել դրսի ուժերի աջակցություն, կոնսենսուս եւ այլն, թե չպետք է սպասել։ Գիտեք, որևէ դրսի ուժ առանց ներսի որևէ բան անել չի կարող։ Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց ես չեմ տեսնում այսօրվա այս օժանդակությունը, այդ օժանդակությունը, այդ չափով, որ բավարար լինի, բայց վստահ եմ, եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միանշանակ կգտնվեն նաև
տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր սատարեն այդ շարժումը, ես դրանում չեմ կասկածում։